Տաշիրի մանկապատանեկան մարզադպրոցում գործող ամենամեծ խմբակը կարատեինն է, որը ղեկավարում է Լոռու մարզի Կիոկուշինկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սև գոտի երրորդան Սևակ Սերոբյանը։ Արևելյան մարտարվեստով զբաղվող երեխաներն ու պատանիներն այստեղ օրեցօր կոփվում եւ հմտանում են։ Երիտասարդ մարզիչն այս ամենին հասել է մեծ նվիրումի եւ աշխատասիրության շնորհիվ։ Սևակ Սերոբյանն այն կարծիքին է, որ կարատե մարտարվեստում առանց ինքնակատայելագործման մարզիչը ոչնչի չի կարող հասնել։ Ուստի նա ջանք չի խնայում մասնակցելու Կիոկուշինկայ կարատեի հետ կապված բոլոր հնարավոր միջոցառումներին, նույնիսկ 2 անգամ հասնելով կարատեի բնօրան՝ Ծագող արևի երկիր։ Չնայած Սևակը ունի Սև գոտի երրորդան, այնուամենայնիվ աշխատում է իր վրա։ Այս վերջերս մասնակցել է Սոչիում սեմինարների իր անձնական միջոցներով։ Հունիսի 19-ից 25-ը Սևակ Սերոբյանը մասնակցեց Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքի Ակվալո համալիրում կայացած ամառային ուսումնամարզական հավաքին, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Կիոկուշինկան կարատե-դո ֆեդերացիայի կողմից։ Ես ցանկություն ունեցա մասնակցելու այդ սեմինարին եւ իմ խնդրանքը իրանք չմերժեցին։ Այս անգամ Իսինցիմա եւ Տանեկո Ճապոնիայի պատասխանատու մասերներն էին անցկացնում են սեմինարը եւ ամեն տարի նոր գիտելիքներ են փոխանցում մեզ, սովորում ենք, հիմնականում սովորում ենք սեմինարին։ Ուսումնամարզական հավաքները վարում էին Ճապոնիայից ժամանած վարպետները։ Տքնաջան պարապմունքների արդյունքում Սևակ Սերոբյանին հաջողվեց ձեռք բերել հավաստագիր Կիոկուշինկան կարատե-դո միջազգային ֆեդերացիայի նախագահ լեգենդար Խացուո Ռոյամայի եւ վերջինիս կողմից բարձր գնահատված Ռուսաստանի Դաշնության Կիոկուշինկան կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Սլիպինչուկի ստորագրություններով։ Մոտակա ժամանակներում ունեմ բավականին մեծ ծրագիր։ Ես ներկայացրել եմ իմ ֆեդերացիան եւ իրանք ընդունել են իմ ֆեդերացիան։ Շուտով ավելի ամեն ինչ լրջանում։ Սպորտ թե մարտարվեստ։ Այս հարցին Սևակը պատասխանում է. իր համար կենսակերպ եւ ավելացնում, որ մարտարվեստի դժվարությունները հեշտ չէ հաղթահարել։ Հաջողվածները դառնում են մարտիկ, իսկ մարտիկներ մեզ շատ են հարկավոր։ Մարինե Վանյան, լուրեր։